Պատերը ես բացեցի ու կարդացի մտքումս։ Ու տղեկին բան չասիր։ Ասեցի։ Ինչ։ Ասեցի տղեկ, ես տենց էլ գիտեի, ընտրեցինք միաձայն, Սպարտակ։ Բարավ դրանից հետո է տղեկը բան չասի։ Ոչ մի բան։ Հասկանալի է։ Ուրեմն դու բացում ես թղթերը, մտքում կարդում ես բոլորի անունները, բայց ասում ես, որ Սպարտակը անցավ միաձայն։ Ինչ է ստացվում։ Ուրեմն ամեն մեկը կարծում է, որ բացի իրանից 3 հոգին գրել են իմ անունը։ Ճիշտ է։ Ճիշտ է։ Եվ հոգու խորքում մտածում է, որ ինքը խաբված է։ Բայց բանից պարզվում է, որ 3 հոգին էլ խաբված են։ Դեվ։ Այդ ոնց մեծացար չնկատեցի։ Դրոստ ինչ։ Իմացեք, ես ամեն ինչ գիտեմ։ Ինչ գիտես, Քավոր։ Ամեն ինչ։ Եվ իմացեք, որ Դեյվը դա արել է իմ հրամանով։ Ինչ է արել։ Քվեարկությունը։ Ոչ, քվեարկության արդյունքները կարդալը։ Եվ ես գիտեի, թե հետո ինչ պետք է լինի, բայց մի կարծեք, որ ես դա արել եմ ձեզ ստորացնելու կամ նսեմացնելու համար, ոչ, պարզապես ես դա արեցի, որպեսզի ձեր մեջ հանկարծ կռիվ և խլվրտոց չմտնի։ Եվ եթե գտնում եք, որ սխալ քայլ էր, ապա իմացեք, որ դա իմ հրամանով է եղել։ Պապ։ Սպասի Դեյվ, թող տղեկը խոսեն։ Բայց Քավոր, ես չհասկացա ինչու համար պետք էր անամենը։ Էլի Քավոր, դու մեր Քավորն ես, ու մեր որևէ մեկի մտքով չի անցել, որ կարողա քո տեղը նստենք ու Քավոր դառնանք։ Ոչ էլ կդառնանք։ Այս ամեն ինչ ինչի համար էր պետք որ։ Որովհետև այն ժամանակ ես կարծում էի, որ ինձ մի քանի օրվա կյանք է մնացել։ Եվ եթե գտնում եք, որ սխալ էր, ապա իմացեք, որ դա իմ հրամանն էր։ Եվ այն ժամանակ այդպես էր պետք։ Պարզ է։ Չնայած անկեղծ ասած, ես ու Վինչը դրա մասին արդեն խոսել ենք։ Իսկ Դեյվի հետ ինչու չեք խոսել։ Բարձավեց Դեյվի հրաձի մեջը հեչ միտք չկար։ Հա, հենց էդ էլ խոսել ենք։ Իսկ հիմա տեսնում եք, որ կա։ Չէ, Քավոր, համանակ չի գա։ Ոչ ալ վիճում եք։ Ավելի լավ է վիճեք, ներս մի գցեք, թե չէ թույն կարող է դառնա։ Չէ, դու հանգիստ եղի Քավոր։ Մենք որ մի բան իրար մեջ չենք հասկանում, անպայման իրար հարցնում ենք։ Ինչի Դեյվին չեք հարցրել։ Ժամանակ չեղավ, հարմար չէր։ Մի խոսքով տղեկ, ես էդ էի ուզում ասել։ Պապ զանգի Վալերիային, ուշացավ։ Ինչու Վալերյան ուր է։ Գոգոյի տան մոտ։ Ոչ մի կապ։ Ես արդեն ասացի, որ նա պարզապես ուզում է ինձ օգնել։ Փաստորեն ես չսխալվեցի։ Այդպես էլ մտածում եք, որ դուք ոչ մի կապ չունեք ձեր
այդ Սպարտակի հետ։ Գուրգեն, իմ մոր նամակը կտակ ինձ։ Վալերիա, շատ բարդ հարց եք տալի։ Դուք իմ ի՞նչն եք։ Ինձ թվում էր, ձեզ օգնելով, ես օգնում եմ իմ ընկերոջը Սպարտակին։ Բայց դուրս է գալիս, որ Սպարտակը ձեր հետ կապ չունի եւ առավել եւս այս նամակի։ Ինչպես թե, ուրեմն եթե ես Սպարտակի հետ ոչ մի կապ չունենայի, դուք իմ մորս նամակը չեք տալու։ Սիրելիս, հասկացի մի բան, որ եթեներով հարց չեն լուծում։ Այ օրինակ, եթե Սպարտակը տղամարդ չլիներ, նրանք հավոր Սպարտակ չէին ասի։ Եթե, ինչ եթե։ Գուրգեն, ես չեմ հասկանում ձեր ուզածը ինչն է։ Ինձ պետք է մորս նամակը, որպեսզի ես իմանամ ինչպես եմ գտնելու աղջկաս։ Եվ հանուն դրա ես պատրաստ եմ ամեն ինչի։ Ամեն ինչի։ Այո, ամեն ինչի։ Նույնիսկ անկեղծության։ Եթե ես ձեր հարցերին անկեղծ պատասխանեմ, կարող եմ հույս ունենալ, որ կստանամ մորս նամակը։ Այո, իհարկե։ Հարցրեք, ես պատրաստ եմ։ Ինչ կապ ունի Սպարտակը ձեր աղջկա հետ։ Սիրանուշը իմ ու Սպարտակի դուստրն է։ Փաստորեն, հիմա Սպարտակը ձեռքով ոտ կնգած, իր աղջկան եմ անկալի։ Այո, փնտրում ենք։ Ով փնտրում է, նա էլ գտնում է։